Մենք նկարներ ենք հանում, վերցնում նմուշներ, կատարում ենք մակրոնկարահանում, որպեսզի հասկանանք, թե որ նյութից է պատրաստված մոզաիկան, խճանկարի շերտերն ավելացել են, բայց ակնհայտ է, շատ գեղեցիկ գույներ ունի։ Իտալացի վերականգնող մասնագետն ուսումնասիրում է Գառնիի արքունական բաղնիքի խճանկարը։ 1949 թվականին հնագիտական արշավախումբը պեղումներ էր անում Գառնիում։ 53-ից 54 թվականներին հնագետները հայտնաբերեցին Գառնիի բաղնիքը։ Հին հայերը բարձր էին գնահատում բաղնիքի դերը, այն օգտագործում էին մարմնի լվացման, բուժման, մրցումների, ծիսակատարությունների նախատեսված վայր։ Դա է վկայում ճարտարապետական մեծ արժեք ունեցող Գառնիի մայր տաճարի բաղնիքը։ Եվ վերջապես սպասված լուրը վերականգնվում է Գառնիի մայր տաճարի բաղնիքի խճանկարը։ Գառնիի արքունական բաղնիքը միաշար դասավորված 5 սենյակ ունի։ Առաջին սենյակում նախասրահ հանդերձարանն է, որի արևելյան կողմում սառը ջրի լողասենյակն է, այնուհետև գոլ ջրի բաժանմունքը, տաք լողասենյակը եւ ապա շոգեբաղնիքը։ Ամենաուշագրավ հատվածը հատակի խճանկարն է, այն Հայաստանում ամբողջական պահպանված խճանկարի եզակի օրինակ է։ Հայ-իտալական համաձայնագրով Գառնիի բաղնիքի վերականգնմանը մասնակցում են իտալացի մասնագետներ։ Գառնիի խճանկարը Հայաստանում եզակի խճանկար է, այդ իսկ պատճառով Հայաստանում խճանկարի վերականգնող մասնագետներ չկան, ու այս համագործակցության շրջանակը ենթադրում է նաև համագործակցություն տեղի հայ վերականգնողների հետ, որովհետև աշխատանքների կատարելուց հետո կարիք է լինելու անընդհատ հետևել, մոնիթորինգի ենթարկել ու հետագայում նաև ամրակայման աշխատանքներ կատարել, ուստի գիտելիքների փոխանակում տեղի կունենա։ Վերականգնումն իրականացվելու է փուլերով մի քանի տարվա ընթացքում։ Առաջին փուլում նախատեսվում է նմուշառում եւ ուսումնասիրություն։ Դրանից հետո մասնագետները կորոշեն, թե ինչ մեթոդներով են վերականգնելու խճանկարը։ Մինչև 2000-ական թվականները Գառնիի բաղնիքը գտնվել է բաց երկնքի տակ, ուստի բավականաչափ քայքայվել է բաղնիքի խճանկարի հատվածը մասնավորապես, ու 2002-3 թվականներին ինչ մենք տեսնում ենք, այս մետաղյա թիթեղից տանիքը եւ պատուհաններն են արդեն կառուցվել։ Իրականում այս վերջի տարիներին ավելի շատ վնասվեց, որովհետև խոնավություն էր քաշում իր տակը, որը նաև իր հետևանքները բոլորիս աչքերին երևաց։ 2000-ական թվականների սկզբին կառուցված ծածկը պետք է ապամոնտաժվի, խճանկարն ըստ նախագծի պետք է ունենա ժամանակակից ճարտարապետական լուծումներով հարթ տանիք։ Մետաղական թեթև կոնստրուկցիաներով ծածկ է լինելու եւ մոտեցում կցուցաբերվի նաեւ մոզաիկայի խճանկարի հատվածին, որ ջրահեռացման, ջրաթափանցման խնդիրները վերանան։ Իտալացի մասնագետները մոնումենտալ արվեստի գործեր վերականգնելու մեծ փորձ ունեն։ Նրանք վերականգնել են վերածննդի դարաշրջանի այնպիսի վարպետների ստեղծագործություններ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Ջոտոն եւ այլն։ Մեր խմբում ընդգրկված են հնագույն խճանկարներ վերականգնող իտալացի լավագույն մասնագետները։ Գառնու տաճարի եւ բաղնիքի մասին նախնական տեղեկություններ ստացել ենք դեռ Իտալիայում։ Գիտենք նաև, թե նախորդ տասնամյակներում ինչ է արվել այստեղ, բայց մեզ համար շատ կարևոր է շոշափել եւ հասկանալ, թե ինչ շերտերից է բաղկացած խճանկարի հիմքը։ Ըստ նախագծի Գառնիի բաղնիքի խճանկարի վերականգնմանը 70 միլիոն դրամ է հատկացված, բայց գումարի չափը կարող է փոխվել, կախված հետագա աշխատանքների ծավալից։ Արմինե Գևորգյան, Էդվարդ Ասատրյան, Ռադիոլուր։